Մենք սկզբից փորձենք հասկանալ, թե հիմա մենք ինչ երկրում ենք ապրում։ Ցավոք սրտի, մենք հիմա ապրում ենք մի երկրում, որտեղ եկեք անկեղծ լինենք, սահմանադրությունը այլևս չի գործում, որտեղ սահմանադրությունը առաջի հերթին դա սահմանադրական իրավունքներն են։ Մենք ինչ ենք տեսնում։ Երկրի փաստացի ղեկավարը, վարչապետը որոշում է, թե ով պետք է լինի կաթողիկոս, այսինքն խղճի ազատությունը չի գործում։ Փաստացի վարչապետը հրապարակային հայտարարում է, որ տարբեր մարդիկ պետք է ունեզրկվեն եւ նրանց ունեցվածքը համարում է անօրինական, այսինքն Հայաստանում չի գործում սեփականության անձեռնխելության իրավունքը։ Գործող վարչապետը հայտարարում է հրապարակային, որ այս կամ այն մարդը դավաճան է։ Մի կողմ դնենք, որ նույնիսկ այդ քրեական գործում դավաճանության որևէ հոդված չկա, բայց այնուամենայնիվ իրավապահ համակարգը գնում այդ մարդու ետևից։ Սահմանափակվում է խոսքի իրավունքը եւ արդեն դատարանները որոշումներ են ընդունում ինչ-որ մարդկանց զրկելու հանրային կյանքին մասնակցելուց։ Ես այս իրավունքների խախտումները կարող եմ երկար շարունակել։ Սա նշանակում է, որ այլևս Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում։ Դրան գումարած այս ընտրությունները սահմանադրական դատարանի քննությունների ժամանակ դուք լսեցիք, որ բազմաթիվ հարցեր կան։ Մի ամբողջ ֆրակցիա ուղղակի հենց այնպես դուրս է թողնվում խորհրդարանից։ Եվ նաև օրենք են ընդունում, որտեղ սահմանափակում են ընտրողների իրավունքները, այսինքն իրենք որոշում են, ով մի տարվա մեջ այսքան ժամանակ Հայաստանում չի եղել, նա արդեն իրավունքներից զրկվում է ընտրելու։ Գործող վարչապետը հայտարարում է, որ ով իրավունք ունի մասնակցել ընտրություններին, ով ոչ, եւ ընդդիմությանը համարում է քրեավոր օլիգարխիայի ներկայացուցիչներ։ Ավելին, այն ընտրողները, որոնք ձայն են տվել ընդդիմությանը, նա հայտարարում է նրանց օրենքից դուրս, ասելով, որ նրանք իրենց ձայնը տվել են կաշառքով։ Հետո հաջորդ փուլում մեղմում է, ասում են ընդամենը 70%-ն են, որտեղ ենթադրում եմ, եթե ինչ-որ մարդիկ իրեն դատի տան, ասի դու այն 30%-ի մեջ ես մտնում։ Այսինքն նույնիսկ ընտրությունների հետ կապված կան խնդիրներ։ Եվ այս գործող իշխանությունը ունենալով լեգիտիմության լուրջ խնդիր եւ հասկանալով, որ սահմանադրական կարգը Հայաստանում այլևս չի գործում, որոշում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել եւ երկրի համար ճակատագրական որոշումներ կայացնել։ Ակնհայտ է, որ այս դե ֆակտո իշխանությունը չի կարող նման ճակատագրական հարցեր լուծել, որովհետեւ միջև երկրում չհաստատվի նորից սահմանադրական կարգը եւ դա այսօրվա քաղաքականության, քաղաքական կյանքի գլխավոր խնդիրն է, որը պետք է ընդդիմությունը կամ քաղաքական ուժերը իրականացնեն։ Հիմա անցնենք մեր հանձնաժողովին։ Ես հիմա խոսքը կփոխանցեմ Հայաստանի առաջին մարդու իրավունքների պաշտպանին, տիկին Լարիսա Ալավերդյանին, որը լինելով առաջին մարդու իրավունքների պաշտպան, ինքը նույնիսկ այդ ժամանակ ունեցավ խնդիրներ գործող իշխանության հետ եւ իրեն սկզբունքորեն պահեց։ Նման մարդու իրավունքների պաշտպանի եւ նման քաղաքացիների պահանջը այսօր Հայաստանում շատ մեծ է։